FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոն թունիչները, դա նշանակում է, որ դուք մեզ լսում եք կամ YouTube-ում եք, կամ Facebook-ում եք, կամ Instagram-ում եք, Գործարար Ալիքի լրատվական ռադիոյի կամ Արմեն Դարփինյանի սոցիալական ցանցի օգտահաշիվներից որևէ մեկի վրա։ Մենք Դարփինյանի ժամն ենք սկսում, հիշեցնեմ, սա պրոֆեսոր Արմեն Դարփինյանի հեղինակային հաղորդաշարն է, երկրորդ խոսափողի մոտ, ինչպես միշտ Դավիթ Խումարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ, բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ, սիրելի YouTube դիտողներ, ուրախ եմ բոլորին ողջունելու։ Շատ տենց խիտ շաբաթ էր ամեն դեպքում, շատ բան կա խոսելու, դրա համար խնդրում եմ դուք սկսեք, դուք ասեք, դուք ինչն եք առանձնացրել այդ խիտ շաբաթվանից։ Ընդհանրապես հիմա ժամանակները շատ խիտ են, բազմաբնույթ եւ հետաքրքիր, այդ թվում նաև վտանգավոր որոշակի իրադարձություններ են տեղի ունենում աշխարհում։ Մենք պիտի աչալուրջ լինենք ամեն իմաստներով։ Սկսեմ թերևս նրանից, որ երեք կիրակի օրեր եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը Եվրոպան անցավ ձմեռային ժամանակի։ Այսինքն իրենց ժամացույցները 1 ժամով ետ տարան, իսկ դա ավտոմատ կերպով նշանակում է, որ մենք հեռացանք Եվրոպայից եւս 1 ժամով։ Համաձայնվեք, որ մի երկրի համար, որը նախանշում է կարծես թե եվրոպական իր ուղին, այնքան էլ հասկանալի չէ, թե մենք ինչու ենք 3 ժամով ետ մնում Եվրոպայից, իսկ ասենք Մեծ Բրիտանիայից արդեն 4 ժամով ենք ետ մնում։ Հիշեցնեմ, որ այս ձմեռվա եւ ձմեռային եւ ամառային ժամանակներին անցնելը մեզ մոտ եւս որոշ ժամանակահատված պրակտիկավորվեց։ Դրանից հետո Ռուսաստանից որոշակի ազդանշաններ եկան, ինչ-որ փորձագետներ հայտնվեցին, որոնք ուղղակի ուրեմն ֆիքսեցին, որ այդ ժամանակների ուրեմն տանել բերելը բիորիթմերի վրա բացասական ազդեցություն է թողնում։ Այն ժամանակ եւս ինձ մոտ դա ժպիտ առաջացրեց, որովհետև եթե ամբողջ քաղաքակիրթ աշխարհը զարգացած երկրները, որոնք առաջնահերթության կարգով իրենց առողջության եւ well-being-ի մասին են հետաքրքրված, այսինքն լավ ապրելու, եթե իրենք իրենց բիորիթմերի մասին այդպես մտահոգված չեն, ուրեմն երևի թե այդքան էլ օբյեկտիվ չէ այդ գնահատականը մեկ։ Եվ երկրորդ իմ կարծիքով մենք այդ մեր բիորիթմերից առանձնապես գոհ պիտի չլինենք։ Եվ երևի թե բիորիթմերի փոփոխումը մեզ եւս ցուցված կլիներ, ամենայն դեպս միգուցե այս գործող բիորիթմերն են պատճառը, որ մենք անընդհատ ձախողումների ենք հանդիպում վերջին ժամանակներս։ Դա իհարկե որպես կատակ, բայց որպես առաջարկություն ես կարծում եմ, որ ժամանակն է ուրեմն նորից անցնել ձմեռային եւ ամառային ռիթմերի, որովհետև արևի լույսը շատ կարևոր է մարդու համար եւ այդ փոփոխությունները ժամանակների տեղի են ունենում ընդամենը երկարացնելու համար արևային օրը յուրաքանչյուր մեկի համար։ Ես կարծում եմ, որ մեզ համար դա նույնպես կարևոր է եւ վերջին հաշվով մենք Եվրոպայից ետ մնալու 3 ժամով նման շռայլություն թույլ տալու իմ կարծիքով իրավունք չունենք։ Առավել եւս եթե մենք առնչվում ենք ինչ-որ եվրոպացու հետ, որը առաջին անգամ է այցելում Հայաստան, անհասկանալի կլինի բացատրել, թե մենք գտնվելով այսքան հեռու 3 ժամը դա բավարար հեռու է Եվրոպայից, ինչպես ենք մենք ձգտում եվրոպական արժեքներ, այսպես ասած, տարածել կամ ընդունել։ Ես կառաջարկեի, որպեսզի մեր իշխանությունները նորից անդրադառնային այս հարցին եւ անպայման որոշումը փոխեին, այսինքն անկեղծ ասած դրանով նաեւ մենք կբավարարենք նաեւ ռուսաֆիլների, այսպես ասած, ճաշակը, որովհետեւ եթե մենք 1 ժամով ետ գնայինք, մենք կհավասարվենք Մոսկվայի ժամին, այսինքն կլինենք եւ Եվրոպային մոտ եւ կհավասարվենք Մոսկվայի ժամին, այսպես ասած, պալիատիվ որոշում կընդունենք, իմ կարծիքով դա անհրաժեշտ է իրականացնել։ Անցնելով եվրոպական ժամին կամ Եվրոպայից մոտ կամ հեռու լինելու այս մտքին, իհարկե առաջին հերթին մեր դիտարկման է արժանի երևի թե վրացական ընտրությունները, որոնք տեղի ունեցան անցած շաբաթ օրը, դրան նախորդել էր մոլդովական ընտրությունները, որտեղ մենք եւս տեսանք Եվրոպային մոտ կամ հեռու լինելու
ուրեմն այդ հանգամանքը եւ այդ երկու մոտեցումների խիստ պատերազմական, ես կասեի անգամ գործողությունները քաղաքական դաշտում, ներքաղաքական, թե ներմոլդովական եւ թե ներվրացական դաշտում եւ պիտի ասեմ, որ այստեղ առանձնապես ասես հանգիստ լինելու նույնպես բաներ չկան, արգումենտներ չկան, որովհետեւ մի կողմից մենք տեսնում ենք համենայն դեպս շատ փորձագետներ նախանշում են հենց այնպիսի արդյունքներ, ինչպիսին մենք տեսանք, այսինքն Իվանիշվիլի կուսակցությունը հաղթանակ տարավ ընտրությունների ընթացքում, բայց մենք նաև տեսանք եւ նախանշում էինք, որ լարվածություն է տեղի ունենալու ներվրացական, հավանաբար ընդդիմությունը չի ընդունելու այդ ընտրությունների արդյունքները եւ հավանաբար տարբեր տեսակի ներազդեցության շնորհիվ կամ արդյունքում տեղի են ունենալու ներքին ընդվզումներ։ Ես պիտի ասեմ, որ բավական այս իմաստով վտանգավոր հայտարարություն արեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ոչ միայն հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, այլ հայտարարեց, որ նրանք բոլորը, այսինքն ամբողջ ժողովուրդը Վրաստանը մասնակից եւ զոհ դարձավ ռուսական հատուկ ծառայությունների հատուկ գործողությունների, հա։ Սա շատ վտանգավոր հայտարարություն է առանց որևէ հիմնավորման կամ փաստերի ներկայացման եւ ընդամենը փաստում է մեկ բան, որ չկայացած ժողովրդավարությունները, որոնց թվին ցավոք սրտի պատկանում ենք նաեւ մենք, բացարձակ խոցելի են ցանկացած տիպի արտաքին ներգործության համար։ Դա լինի հատուկ ծառայություններ ռուսական, թե ամերիկյան, թե ցանկացած այլ երկրի, թե բրիտանական։ Մենք կարող ենք հիշել ուկրաինական Մայդանը 14 թվականի, որը ամբողջապես իսկապես արդյունք էր արևմտյան եւ ամերիկյան ներգործության։ Մենք կարող ենք հիշել այսպես կոչված գունավոր հեղափոխությունների շարանը, որը տեղի ունեցավ տարբեր երկրներում։ Իդեպ շատերի մոտ այդ պատրանքը կար, որ նաև մեզ մոտ 18 թվականին տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն, դա էր պատճառը, որ Փաշինյանը անընդհատ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով կրկնում էր, որ մենք չենք շեղվում մեր ուրեմն ստրատեգիական համագործակցությունից Ռուսաստանի հետ, մենք չենք փոխում վեկտորը եւ այլն, դա հիշում եք 18-19 թվականներին նման հայտարարությունները հաջորդում էին մեկը մյուսին։ Նույնիսկ հիշեցնեմ ռադիո լսողներին, որ Փաշինյանը Ռոսիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցներից մեկում պատմում էր, որ իր անունը դրել են պատերազմից չվերադարձած իր պապու անունով ու երբ ինքը ընդհատակում էր, ինքը շատ սիրում էր նայել, պարոն Դարբինյան, մեծ հայրենական պատերազմի մասին սովետական ֆիլմեր։ Դենց որ տենց ժամանակահատված էլ ա եղել հայ-ռուսական հարաբերությունները։ Սովետական ցանկացած երիտասարդ, որը ունեցել է սովետական, այսպես ասած, մանկություն, իհարկե այդ ֆիլմերի վրա է նաև դաստիարակվել, աճել, որը իմ կարծիքով նաև շատ դրական ազդեցություն է թողել մեր մենտալիտետի վրա, այնուամենայնիվ հայրենական մեծ պատերազմը մեզ համար, այս ժողովրդի համար հենց այդպիսին էր, հենց հայրենական էր ու հենց մեծ էր։ Հայրենական մեծ պատերազմ էր ֆաշիզմի դեմ եւ մենք պաշտպանում ենք այդ թվում նաև մեր հողը, այդ թվում նաև մեր իրավունքները եւ Հայաստանի Հանրապետությունը, որ այսօր գոյություն ունի այն տարածքում, որը ուրեմն սովետական միության ընթացքում եւ սովետական միության պատմության ժամանակահատվածում եղել է խորհրդային Հայաստան։ Հիմա կա երկու Եվրոպա, սա այլևս արդեն փաստ է, որը պիտի արձանագրել եւ դրա հետ համակերպվել կամ հաշվի նստել։ Կա այսպես կոչված հին Եվրոպան, որը լիբերալ արժեքների բացարձակ դրսևորմամբ է ուրեմն հանդես գալիս աշխարհում եւ որին եթե տեսնենք նայենք ասենք ամերիկյան քաղաքական դաշտը ավելի շատ հարում են դեմոկրատները եւ կա այսպես ասած ավտորիտար լիբերալիզմի դրսևորման Եվրոպան, որի ամենավառ արտացոլումը Հունգարիան է այսօրվա։ Իդեպ Հունգարիայի վարչապետ Օրբանը, ուրեմն ամբողջ արևմուտքի դեռևս վրացական ընտրությունների նկատմամբ միասնական դիրքորոշում չհայտնած, ոչ միայն շնորհավորեց, այսօր ինքը պատրաստվում է, ես կարծում եմ, որ 28-29-ին ինքը այցելելու է Վրաստան
Իդեպ ասեմ, որ արևմուտքը որևէ այլ տարբերակ չունի, քան ընդունելու վրացական ընտրությունների արդյունքները, մենք արդեն տեսնում ենք դա համապատասխան արձագանքներից, թե Միացյալ Նահանգների եւ թե եվրոպական արձագանքները, չկան փաստեր, որոնք որ ակնհայտորեն կնախանշեին կամ կփաստեին կամ կապացուցեին ընտրությունների կեղծված լինելը։ Ասում են 22000 դիտորդ է Վրաստանը հրավիրել ու ասում էին, որ հրավիրվել են պրակտիկորեն բոլոր հայտը տվողները բոլոր երկրներից եւ բոլոր կողմերից, այսինքն վրացական իշխանությունները փորձել են մաքսիմալ աշխարհի համար թափանցիկ դարձնել ընտրական գործընթացները։ Այո, դա այդպես է եւ ինչպես մենք տեսնում ենք, որևէ ճճացող փաստ, այսինքն կան իհարկե խուլիգանության երևույթներ եղել են, լցոնումներ եւ այլն, բայց դրանք շատ չնչին ազդեցություն են թողել ընդհանուր առմամբ հաշվարկի վրա եւ ձայների բաշխման վրա, բայց եթե երկրի նախագահը արձանագրում է, հայտարարում է պաշտոնապես, որ նրանք բոլորը զոհ են դարձել ռուսական հատուկ ծառայությունների գործողությունների, սա նշանակում է, որ ամեն դեպքում, ամեն պարագայում նստվածք կմնա, հասկանում եք, նստվածք կմնա, այսինքն ժողովրդի մեջ չի լինի բացարձակ պատկերացում եւ հանդուրժողականություն այդ ընտրությունների արդյունքների նկատմամբ առաջինը եւ երկրորդը իհարկե ես չեմ բացառում, նաեւ ենթադրում եմ, որ Կիևյան Մայդանի գործողությունները նույնպես կփորձեն իրականացնել ուրեմն որոշակի աջակցությամբ Զուրաբիշվիլիի ուրեմն մասնակցությամբ միգուցե նաև ղեկավարմամբ չեմ բացառում, որ նման գործողություններ տեղի կունենան։ Բայց նույնիսկ վերադառնալով այդ երկու տեսակի Եվրոպաներին, պիտի ասեմ, որ Վրաստանը ամենայն հավանականությամբ հարում է այս երկրորդ ավտորիտար լիբերալիզմի Եվրոպային, որի ամենաարտահայտիչ ներկայացուցիչը հենց վարչապետ Օրբանն է Հունգարիայի, բայց այստեղ է հարում եւ այս բլոկում է գտնվում նաեւ Սլովակիան, այս բլոկում են գտնվում այն երկրները, որոնք օրինակ Չեխիայում 5 րոպե էր մնացել, որ նախագահ ընտրվեր իրենց օլիգարխներից մեկը Անդրեյ Բաբիշը, այսինքն օլիգարխաստեղծ, այսպես ասած, լիբերալիզմն է, որը անպայման ունենալու է եւ ունի ավտորիտար դրսևորումներ։ Հիմա կարելի է տարբեր կերպով վերաբերվել Իվանիշվիլիի հայտնությանը, այսպես ասած, քաղաքականության մեջ, բայց փաստը մնում է փաստ։ Ռուսաստանում ուրեմն կայացած օլիգարխը, որը իր ամբողջական ազդեցությունն ունի արդեն ավելի քան 12 տարի, եթե չեմ սխալվում, վրացական իրականության մեջ եւ գլխավորում է փաստորեն գաղափարապես գլխավորում է Վրաստանը։ Ինչ խոսք, մենք եւս զերծ չենք, այսպես ասած, նման սցենարների քննարկումից ես պիտի ասեմ, որ փառք Աստծո, որ մենք այսօր չունենք որևէ օլիգարխատիկ կողմից ղեկավարվող քաղաքական դաշտ կամ չէ, քաղաքական փորձեր ունենք, բայց չէ, քաղաքական դոմինանտ ուժ չունենք, որը որ ենթարկվում է մեկ օլիգարխի, առավել եւս օլիգարխի, որը բուծված է այլ երկրում։ Ես մի հարց տամ, էլի ձեզ, պարոն Դարբինյան։ Ես Իվանիշվիլիի հարցազրույցն էի նայում վերջերս։ Այնտեղ Իվանիշվիլին խոսում էր Նյուրնբերգի մասին, այն քաղաքական ուժերի, որոնք ըստ նրան օտարերկրյա գործակալներ են։ Այսինքն նմանատիպ ինչ որ հետևանքներ պատկերացնում եք Վրաստանում, այսինքն որ դատվեն քաղաքական գործիչներ, հիշեցնեմ ռադիոլսողներին, որ մենք մի երկրում ենք խոսում, երկրի մասին ենք խոսում, ում երկրորդ նախագահան այս պահին արդեն բանտում է։ Այսինքն ռեպրեսիաներ լինելու են, թե չեն լինելու, այսինքն արդյոք ռեպրեսիաները տեղավորվում են ձեր նկարագրած եվրոպական լիբերալիզմի մեջ, որի մեջ մենք առանձնացնում ենք, ասենք Օրբանին եւ մնացած այդ թևի ղեկավարներին։ Դա մենք չմոռանանք, որ մենք խոսում ենք մի երկրի մասին, որը ծնել է Ստալին եւ Բերիա, այսինքն ռեպրեսիաները բացարձակ, այսպես ասած, արդեն փորձարկված երևույթ են, բայց մենք ունենք նաեւ մեր Կարակոզովները, որոնք որ նույնպես, ասենք, ավելի քիչ դահիճ չեն եղել մեր ժողովրդի համար, այնպես որ տեղավորվում է արդյոք այս ռեպրեսիոն, այսպես ասած, գործելավոճը ավտորիտար Եվրոպայի ուրեմն զինանոցում, կասեմ այո։
որովհետև խոսքը վերջին հաշվով գնում է եթե օլիգարխիկ, այսպես ասած, տիրույթում գտնվող քաղաքական process-ների մասին, ապա խոսքը վերջին հաշվով գնում է փողի հարստության եւ ունեցվածքի պահպանման կամ դրա տարածման մասին։ Եվ ցավոք սրտի այո ռեպրեսիաները դրա բաղկացուցիչ մասն են այդ քաղաքական process-ների գործընթացների։ Ամեն դեպքում մենք Վրաստանը, իդեմս Վրաստանի եւ Վրաց ժողովրդի ունենք բացարձակ բարեկամ ժողովուրդ եւ ես իհարկե կցանկանայի որպեսզի այս գործընթացը իրենց մոտ այս խժդժությունները անցնեին ամենայն դեպս ես ինքս համարում եմ որ այս ընտրությունների արդյունքները իօգուտ են Վրաց ժողովրդի եւ խոսքը գնում է այնուամենայնիվ մի կառավարության, մի կուսակցության, մի քաղաքական ուժի մասին, որը հայտարարում է, շարունակում է հայտարարել, որ իր նպատակն է Եվրոպայի անդամակցումը, բայց Եվրոպայի անդամակցումը սեփական արժեքներով ոչ թե ենթարկվելով անհասկանալի ինչ-որ բաների, անհասկանալի ինչ-որ սկզբունքների եւ կամ օրենքների ընդունման եւ այլն, նրանք չէ որ մերժեցին, ասենք այդ սերական փոքրամասնությունների մասին ռեկլամներ, գովազդներ, այսպես ասած, տարածելու այդ ոճը նրանք մերժեցին, որը եվրոպական լիբերալ Եվրոպայի կողմից համարվում է ոչ այնքան ուրեմն ժողովրդավար մոտեցում, բայց իմ կարծիքով Եվրոպան միայն կշահի, եթե Եվրոպայի անդամակցության հայտ ներկայացնեն երկրներ, որոնք սեփական արժանապատվությամբ, սեփական արժեհամակարգով, սեփական պատմությամբ են մտնում Եվրոպայում, նրանք միայն կհարստացնեն Եվրոպայի պատմությունը եւ պատահական չէ որ մեր կողմից այդքան հայ, այսպես ասած, էքսպերտային հանրության կողմից այդքան ցիտված Մարիա Զախարովան այսօր թե երեկ հայտարարել էր, որ հիշենք, որ Վրաստանը ավելի շուտ է գոյացել, քան Ֆրանսիան, այսինքն նա Ֆրանսիայի քաղաքացի Սալոմե Զուրաբիշվիլին է, այսինքն հղում այդ իր փաստարկը։ Բայց վերադառնալով ուրեմն ընտրությունների նկատմամբ այդ անվստահության մթնոլորտին, ես պիտի ասեմ, որ ցավոք սրտի, այո, չկայացած ժողովրդավարությունները, որտեղ հնարավոր է ցանկացած հատուկ ծառայության ներգործություն այլ երկրի, իհարկե այս ախտով տառապում են, դա շատ ցավալի է, դա վերաբերում է նաև մեզ, ի տարբերություն, ասենք, տեսեք Լիտվայում երեք թե նորից կիրակի օրն էր, թե շաբաթ օրը ընտրություններ տեղի ունեցան, այնտեղ ուրեմն ամբողջապես փոխվեց իշխանությունը, սոցիալ-դեմոկրատները եկան իշխանության, գրավեցին իրենց խորհրդարանի մեծամասնությունը եւ ընդամենը լիբերալները, որոնք միջև այդ կառավարությունն էին ղեկավարում, շնորհավորեցին եւ ընդունեցին ընտրությունների արդյունքները, շնորհավորեցին ընդհանրապես ցիվիլ մոտեցումը, ցիվիլ հարաբերությունները հենց դրանում են կայանում։ Ընտրությունների արդյունքները ընդունվում են պարտվող կողմից, շնորհավորվում են հաղթողները, ցանկանում են ուրեմն հաջողություններ եւ հեռանում են ասպարեզից։ Բայց մենք տեսնում ենք, որ արդեն թեկուզ եւ նույն Միացյալ Նահանգների օրինակով մենք նման ցիվիլ մոտեցումից կարծես թե հեռանում ենք, այսինքն վերջին ընտրություններում Թրամփը չընդունեց կարծես թե եւ այժմ նույնպես սպասվում է իմ կարծիքով շատ կատաղի պայքար եւ դեռևս մենք դրա արդյունքների կամ հետևանքների մասին խոսելու հնարավորություն կունենանք։ Բայց այդ ընտրությունների արդյունքների ընդունումը շնորհավորական ուղերձը պարտվող կողմից սա հենց ցուցիչն է ցիվիլ հարաբերությունների եւ ցուցիչն է նաեւ քաղաքական կոնսենսուսի, որը երկրում ազգային հիմնական խնդիրների շուրջ ձևավորվում է։ Ուրեմն այն երկրները, որոնք ունեն նման ձևավորված կոնսենսուս, նրանք ունեն զարգացման հնարավորություն եւ հակառակը։ Ցավոք սրտի մենք չունենք այդ ձևավորված կոնսենսուսը։ Մենք 2 օր առաջ հոկտեմբերի 27-ը 25 տարի առաջ տեղի ունեցավ բացառիկ մի ուղղակի ոչրագործություն, բացառիկ համաշխարհային պատմության տեսանկյունից անգամ բացառիկ, երբ երկրի խորհրդարան ներխուժեցին ավտոմատավորներ եւ գլխատեցին երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ըստ էության, եւ սա արդյունք էր
կոնսենսուսի բացակայության ցավոք սրտի, հենց այն կոնսենսուսի, որը մենք այսօր եւս չունենք, այսինքն մենք ունենք 33 տարվա անկախ պետություն, բայց երևի թե կոնսենսուս ունեցել ենք միայն առաջին տարիներին 91-ից երևի մինչև 95 թվականը։ Ներքաղաքական կոնսենսուս երկրի զարգացման հիմնական ազգային խնդիրների շուրջ։ Մենք հիմա եւս չունենք այդ կոնսենսուսը եւ դա մեծ ցավ եմ ես ասում, որովհետեւ դա նշանակում է, որ մենք ապահովագրված չենք հերթական ցնցումներից։ Ինչ վերաբերում է այն դասերին, որոնք մենք պիտի քաղենք հոկտեմբերի 27-ի այդ պատմությունից, առաջինը դա այո, ազգային կոնսենսուսի բացակայությունն է, որը որ խիստ անհրաժեշտ է մեզ հետագա զարգացման համար, ուղղակի ազգային խնդիրները ֆիքսել, շարադրել եւ հասնել քաղաքական կոնսենսուսի։ Երկրորդը իհարկե մենք իդեմս Ազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի մի կողմից ունենք բանակը կարևորելու, գերարժևորելու ուրեմն մոտեցում, մյուս կողմից արդյունաբերական երկիր ունենալու, բան արտադրելու, արտադրող երկիր դառնալու մոտեցում իդեմս Կարեն Դեմիրճյանի ցավոք սրտի եւ բանակի արժևորումը թերացանք իրականացնել եւ արդյունաբերական երկրից գրեթե բան չի մնացել։ Ես դա ցավով եմ ասում արձանագրում, որովհետև այդ երկու խնդիրները այսօր էլ կանգնած են Հայաստանի առջև օրհասական որպես խնդիրներ եւ բանակի արժևորումը, ուժի հզորացումը եւ իհարկե արդյունաբերական երկիր լինելը։ Ես շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տարբեր տեսակի տնտեսական վերլուծաբաններ, եթե կարելի է նման կերպ կոչել, ուրեմն նկարագրելով Հայաստանի օրինակ էներգետիկ համակարգը, ասում են, որ մենք արտադրում ենք այնքան, ինչքան սպառում ենք եւ դա բավարար է եւ այլ, դա բավարար չէ, որովհետեւ մենք պիտի արտադրենք 10 անգամ ավել եւ սպառենք 10 անգամ ավել։ Մենք որ չենք սպառում, չենք սպառում այն պատճառով, որ չկա արդյունաբերություն, որը գլխատել ենք, հա, եւ այդպես չի կա, այսինքն մենք պիտի նպատակադրվենք ունենալ արդյունաբերական սպառում եւ առաջնային խնդիրներից մեկն է դա երկրի։ Եվ իհարկե շարունակելով հոկտեմբերի 27-ի դասերի մասին խոսելը, ես կասեի, որ գոյություն ուներ իհարկե պատրանք, դա կար Ազգեն Սարգսյանի մոտ իհարկե, պիտի ասեմ, որ ես նույնպես կիսում եի այդ մոտեցումը եւ նույնպես այդ պատրանքի մեջ էի, որ հնարավոր է Հայաստանի զարգացումը առանց շրջափակման վերացման։ Մենք իսկապես 98-99 թվականներին վստահ էինք այդ մոտեցման մեջ, որ մենք ունենք ներքին որոշակի ռեսուրս, կազմակերպչական, դիսցիպլինար մեթոդներով մենք կարողանանք երկիրը կանգնեցնել ոտքի, զարգացում ապահովել անգամ լինելով շրջափակված, լինելով բլոկադայի մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հասնենք նրան, որ մեր ուժի դիմաց նրանք ուրեմն կընկրկեն եւ մենք կարողանանք հասնել մեր ազգային նպատակներին, մասնավորապես, հա, չէ՞։ Հնարավոր չի։ Իհարկե ոչ։ Որևէ երկիր աշխարհը նման փորձ չունի, երբ երկիրը գտնվելով շրջափակման մեջ ունենում է տնտեսական աճ կամ զարգացում։ Գիտեք, ես նկատեցի, որ այս BRICS-ի համաժողովում մասնակցում էր ուրեմն Վենեսուելայի նախագահ Մադուրոն, ինչպես մենք նրան որակել ենք կրազի վարորդ Մադուրոն, որտեղ ինքը ուրեմն նախկինում իր նախկին կյանքում եղել է հենց ուրեմն բեռնատարի վարորդ, հա, այս վարորդը ինչ էր եկել այնտեղ, ամբողջ աշխարհի կողմից մերժված է, նա գտնվում է ամբողջ աշխարհի կողմից բլոկադայի մեջ Վենեսուելան, եւ նա առիթ էր գտել ուղղակի գալ Երևալ, կապ չունի դա ինչ էր խոսում, անիմաստ բաներ էր խոսում, ինչ պիտի խոսի, ասենք Վենեսուելայի նավթով հարուստ երկիր է Վենեսուելան, բայց ամբողջապես բլոկադայի մեջ է գտնվում։ Մադուրոն եկավ BRICS-ի եւ ասեմ անկեղծ, որ BRICS-ին մենք դեռ կանդրադառնանք երևի, բայց որովհետեւ ինչ-որ կարևոր բան ես BRICS-ում չնկատեցի, բացի Մադուրոյի ուրեմն հայտնությունից։ Մենք կանդրադառնանք դրան։ Բայց տեսեք, շրջափակման մեջ է գտնվում Իրանը։ Տեխնոլոգիական սարսափելի ծանրագույն իրավիճակում։ Իրանում տեղի ունեցող ավիավթարները
աշխարհում առաջի տեղն է գրավում Իրանը մեկ շնչին ընկնող ավիավթարների, ինչու որովհետև այդ պարկը ինքնաթիռների չի կարողանում ուրեմն նորոգվել եւ թարմացնել եւ չունի լիցենզիոն սպասարկում գործող ավիապարկի։ Բայց հասկանում եք, հնարավոր չէ շրջափակման բլոկադայի մեջ ապահովել տնտեսական աճ, զարգացում, հզորացում հնարավոր չէ։ Հիմա տեսեք Իսրայելը իր բնակչությամբ 10 անգամ պակաս է, քան Իրանը, հա։ Իսրայելը հարվածում է, Իրանը մտածում է պատասխանել թե ոչ։ Իսրայելը ունի բոլոր հնարավորությունները զենքով ուրեմն պատերազմ հայտարարելու եւ հաղթելու այդ պատերազմը։ Իրանը ցավոք սրտի հենց նույն բլոկադայի պատճառով, մեկուսացված լինելու պատճառով մենք մեկուսացված էինք ոչ միայն տարածաշրջանային կոմունիկացիոն տեսանկյունից, փակված էին ճանապարհները, մի փոքր նեղ ճանապարհ կար Իրանից ուրեմն դեպի Վրաստան, իդեպ ասեմ, որ BRICS-ի համաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի համար երկու խնդիրի լուծելն է, մեկը ուրեմն այդ հյուսիսային ծովով այդ միջանցքը ապահովելը, հա, Սևեռնի մорской путь, եւ երկրորդը հյուսիս-հարավ ճանապարհը ապահովելն է։ Ռուսաստանի համար սրանք երկու անկյունակարային նշանակություն ունեցող խնդիրներ են, որոնք իրենք փորձում են լուծել BRICS-ի միջոցով, BRICS-ի համատեքստում, BRICS-ի հարթակի վրա։ Իդեպ հյուսիս-հարավ, երբ Ռուսաստանը ասում է, մեզ նկատի չունի, նկատի ունի Ադրբեջանի միջով անցնող ճանապարհները։ Հա, այստեղ եւս մենք դուրս ենք մնացել, այսինքն մենք ոչ միայն դուրս մնացինք Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում եւ տարածաշրջանային բոլոր ծրագրերում, նաեւ Ռուսաստանի կողմից ուրեմն առաջ տարվող այն միջանցքի գաղափարի մեջ, որը ռուսների պատկերացմամբ պիտի իրագործվի եւ ասեմ նաեւ, որ մեր մասնակցությունը այդ իմաստով ես կարևորում եմ BRICS-ում, այն որ մենք մասնակցում ենք, այն որ մենք հնարավորություն ունենք թեկուզ եւ միջանցքներում զրուցելու աշխարհի ասենք Չինաստանի ենթադրենք նախագահի հետ կամ Հնդկաստանի, իդեպ հենց Չինաստանի ու Հնդկաստանի նախագահներն էլ լավ առիթ էր ստեղծված, նրանք այո, իրար հետ խոսել, առանձնապես նրանք չեն էլ հանդիպում, այսինքն երկու մեծ գերտերություններ են աշխարհի այդ հատվածում եւ այդպես չի, որ իրենք ասենք հարթ ու համերաշխ են ապրում, ոչ, նրանք կատաղի պայքար են մղում համաշխարհային շուկաների համար, նույն տրանսպորտային ուղիների համար, տեղ ունեն նաև տարածքային խնդիրներ իրար հետ եւ այլն, այդպես չի, որ իրենք ամեն օր հանդիպում են կամ համերաշխ են իրար հետ, բայց BRICS-ի հարթակը փորձում են օգտագործել հենց նման հանդիպումների եւ թեկուս միջանցքային խոսակցությունների համար։ Իդեպ ասեմ, որ շատ հետաքրքիր է մի բան տեսա, նկար տեսա Փաշինյանի եւ Լուկաշենկոյի շփումը միջանցքում, Լուկաշենկոն ձեռքերը խաչել էր, ուրեմն բայց արջևից էր ձեռքերը պահել, Փաշինյանը խաչել էր, բայց հետևից էր, դա նշանակում է մենք վրա ենք, էլի, այսպես մեր դիրքերը ավելի բարենպաստ։ Ալիևի հետ զրուցելուց ու տենց բանի քննարկման ընթացքում զրուցելուց։ Դա բան չեմ համարում, հիմա ինչ որ մի ֆրագմենտ բռնացա, հիմա շատ էլ հնարավոր է, որ ինչ որ մեկը մի հանակ է արել կամ դա բան չէ, դա բացարձակ խնդիր չեմ տեսնում, այդտեղ ասենք քննարկում է, բան ինչ պիտի անես, ասենք ցանկացած քննարկում, ցանկացած հարցադրում, հետո այդ ֆրագմենտը բռնել, նկարել, որ ասենք իրար հետ ծիծաղում են, պետք չէ նման վերաբերվել, դա ճիշտ չեմ համարում։ Մի հարց էլ տամ BRICS-ի վերաբերյալ։ Ռուսական քարոզչա մեքենան պնդում է, որ BRICS-ը ցույց տվեց, որ Ռուսաստանը անհնարին է իզոլացնել եւ կա ուրիշ աշխարհ, որտեղ որ Ռուսաստանն իր տեղն ունի։ Դուք այդ պնդման հետ համաձայն եք ընդհանուր առմամբ։ Չէ, դա քարոզչություն է, այդպես չի որ համաձայն ենք։ Կա ընդհանրապես մի հարթակ, Ռուսաստանի փորձերը հակադրել այդ հարթակը արևմուտքին չի կարելի համարել հաջողված, որովհետև
նույն Հնդկաստանը երբեք չի գնա արևմուտքին դեմ, եւ այդ վերջին իրենք արձանագրության մեջ, որը ընդունվեց BRICS-ի համաժողովի արդյունքներով, առանձնապես աշխարհակաղակական գեոպոլիտիկ հիշատակումներ չկային, այնտեղ խոսում են իրար հետ, ասենք առևտրի ուրեմն ծավալների ավելացման, տրանսպորտային ուղիների բարելավման, ուրեմն որոշակի մշակութային միջոցառումներ, ասենք Ռուսաստանը Չինաստանի հետ պայմանավորվել է, որ համատեղ կինո ֆեստիվալ անցկացնեն, ենթադրենք շատ լավ, այսինքն այդտեղ ես չեմ տեսնում այլընտրանք, այսպես ասած, կա արևմուտք եւ կա արևմուտք եւ կա BRICS, այդպես չի, որովհետեւ BRICS-ում կա, խոսել ենք դրա մասին, Հարավային Աֆրիկան, որը որ աֆրիկյան դեմոկրատիայի լավագույն ներկայացուցիչն է եւ իհարկե արևմտյան աշխարհին շատ մոտ պետություն է Հարավային Աֆրիկան, կա Հնդկաստանը, որը երբևիցե որևէ քաղաքական քայլ չի կատարի խաթարելու համար իր բարեկամական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, այնպես որ այդ բոլոր խոսակցությունները, որ ստեղծում են ինչ-որ մի բլոկ, որը պիտի հակադրվի արևմուտքին, բան չեն, հիմնավոր չեն։ Այլ բան է, որ երկրները ինչքան ավելացնեն իրենց առևտրային ծավալները, այդ թվում նաև իրենց ներքին արժույթներով, ենթադրենք Ռուսաստանը Չինաստանի հետ առևտուրը վարում է հիմա արդեն յուանյով, առավելապես յուան ռուբլի հարաբերակցություններով, իհարկե դա անկախության աստիճանը ավելացնում է եւ Ռուսաստանի եւ Չինաստանի անկախության ամերիկյան դոլարից, բայց դա երկկողմանի առևտրի խնդիր է, բայց երբևիցե օրինակ չի խանգարում ուրեմն Չինաստանի բավականաչափ ագրեսիվ գործողությունների նույն արևմուտքի շուկայում, հենց ֆինանսական ագրեսիվ գործողությունների, նրանք խոշոր ինվեստոր են հանդես գալիս եւ Եվրոպայի համար, եւ Մեծ Բրիտանիայի համար, եւ Միացյալ Նահանգներում, ընդհանրապես աճող տնտեսություն է եւ դրա հետ արդեն աշխարհը ամբողջապես հաշվի է նստում։ Գալով Միացյալ Նահանգների գալիք ընտրություններին, ես պիտի ասեմ, որ տեխնացուները, թե Կամալա Հարիսը եւ թե Դոնալդ Թրամփը արդեն կենտրոնացել են զուտներ ամերիկյան ներքին խնդիրների վրա, արտաքին հարցերով առանձնապես չեն ծանրաբեռնում հիմա իրենց հասարակությունները, մասնավորապես ասենք վեճ է գնում աբորտների թույլ տալու, թույլ չտալու եւ այլնի մասին, ես պիտի ասեմ, որ Յոսիֆ Ստալինը 1936 թվականին աբորտները արգելեց ընդհանրապես։ Այդ վեճի հարցը, այո, ինքը լուծեց այդ հարցը, լուծել է։ Իդեպ ասեմ, որ ռուսները հիմա Պետդումայում լրջորեն քննարկում են ինչպես բեզդետնես անզավակության ուրեմն հարկի ներմուծման մասին, այսինքն եթե զավակ չունես, պետք է հարկ վճարես։ Դա մոտավորապես հենց նույն աբորտների արգելման հաջորդ կողմն է, էլի, այսինքն անզավակության հարկը, որը նույնպես դեմ է այդ լիբերալ եվրոպական արժեքներին, որովհետև լիբերալիզմը եվրոպական ընդհանրապես միասեռականների ամուսնության մասին է այսօր խոսում, թե ասենք հիմա, բայց ուրեմն ասեմ, որ ամերիկյան ընտրությունները ավելի շատ այսօր արդեն կենտրոնացած են եւ լինելու են կենտրոնացած ներքին խնդիրների վրա, հնարավոր չէ կանխատեսել, կանխագուշակել, թե ով կհաղթի, իմ նախնական հիշում եք, երբ Հարիսը փոխարինեց նախագահ Բայդենին, ակնկալիքներ կային, որ նա կկարողանա այնուամենայնիվ սա արդեն ավանդույթ է դարձել, մենք հաղորդումը ավարտում ենք Միացյալ Նահանգներում նախընտրական process-ները քննարկելով եւ շատ լավ է, ինձ դուր է գալիս, եկեք հիմա ուր հասանք, այն ժամանակ, այո, երբ տեխնացուի փոփոխություն տեղի ունեցավ, մենք կարծում էինք, որ Հարիսը մեծ շանսեր ունի։ Հիմա ոչ, որովհետեւ Հարիսը արտաքին քաղաքական տիրույթում ցույց տվեց իր բավականաչափ անպատրաստ լինելը եւ նրա մեկնաբանությունները իրավիճակների նրա կողմից ներկայացվող լուծումները այնպես էլ բարենպաստ չէին, ամերիկյան ժողովուրդը չընդունեց, այսինքն պարզ դարձավ, որ Հարիսը դեռևս պատրաստ չէ
ի տարբերություն Թրամփի, որը ուղղակի, ասես, բանով թրով է, սակը կտրենք, նա կկանգնեցնենք, այնտեղ զանգեմ նրանք ասեմ, ուրեմն մի հատ զանգով հարցերը կլուծեմ եւ այլ, տեսնենք, սա բացարձակ տարբեր մոտեցումների պայքար է գնում։ Բայց այնուամենայնիվ ես կուզեի վերջացնել մեր այսօրվա խոսակցությունը ոչ թե Միացյալ Նահանգներով, այլ Շվեյցարիայով, ինչու, որովհետև երկու հայտարարություն եղավ, մեկը դուք գիտեք CERN-ի մասին, այսինքն Ժնևում, շվեյցարական Ժնևում տարիներ առաջ եվրոպական նախագահությամբ ռուսների անմիջական մասնակցությամբ ստեղծվեց արագացուցիչը։ Կոլայդերը։ Արագացուցիչը, որը որ աշխարհի միջուկային ֆիզիկոսների, ուրեմն համագործակցության լավագույն օրինակն էր։ Այդ լավագույն օրինակը երկար տարիներ երևի 10-ամյակ տվեց իր արդյունքները, որովհետև միավորում էր աշխարհի լավագույն ֆիզիկոսներին այդ ուղղությամբ։ CERN-ը հայտարարեց, որ մոտ 500 կոնտրակտ ռուս ֆիզիկոսների հետ դադարեցնում է նոյեմբերի 1-ից, արդեն վաղվանից, վաղուց իմ կարծիքով սա ցուցիչ է, խոսել ենք մենք դրա մասին համաշխարհային տնտեսական եւ տեխնոլոգիական պատերազմի, այսինքն պատերազմը շարունակվում է, ըստ որում շարունակվում է ի վնաս բոլորի երևի, վնաս բոլոր ամբողջ մարդկության շահերի, որովհետեւ դրանով մենք ուղղակի կանգնեցնում ենք եւ ոչ միայն չենք նպաստում, նաեւ հակառակվում ենք գիտության զարգացմանը, հա, որովհետեւ խոսքը գնում է այնուամենայնիվ լավագույն ֆիզիկոսների մասին։ Ես հիշեցի այս կապակցությամբ, երբ կորոնավիրուսը նոր էր սկսվել, 20 թվականի փետրվարն էր, Շվեյցարիան ամենադաժան որոշումները կայացրեց, վտարեց իր երկրից բոլոր նրանց, ովքեր չունեին շվեյցարական անձնագիր։ Այդ թվում նաև այն ֆիզիկոսներին, որոնք աշխատում էին CERN-ում, այդ թվում ռուսներին, հա։ Եվ մի տրագիկ դեպք տեղի ունեցավ, որը մինչև հիմա ռուսները վերագրում են դա շվեյցարական ուղղակի վայրագության է։ Մի բացարձակ տաղանդավոր ֆիզիկոս, որը մեծ նվաճումներ ուներ արդեն այդ դաշտում, Դանիիլ Տլիսով անուն ազգանունով, նրան վտարում են, անստում է ինքնաթիռում վարակվում է կորոնավիրուսով եւ 2 շաբաթ անց վախճանվում է արդեն Մոսկվայում, հա, այսինքն լավագույն ֆիզիկոսներից մեկը այդ CERN-ի համակարգում։ Իմ կարծիքով սա վայրագություն էր, որի դրսևորումը մենք շարունակում ենք տեսնել, սա չի կարելի վերագրել միայն շվեյցարական կառավարությանը, որովհետեւ սա համաեվրոպական մոտեցում է, բայց եթե մարդը ֆիզիկոս է եւ նպաստում է համաշխարհային գիտության զարգացմանը, ինչ իրավունքով է կանգնացնում, դա ուղղակի վայրենություն է, չէ՞, կանգնեցնում եք նրա կոնտրակտը, որ նա հնարավորություն չունենա նպաստելու համաշխարհային գիտության զարգացմանը, իմ կարծիքով չի որ ռազմական փետազոտություններով է։ Սա վայրագություն է, որը մենք նույնպես պիտի հաշվի առնենք, որ մենք խոսում ենք միջազգային իրավունքի մասին, հումանիզմի մասին, հումանիտար արժեքների ուրեմն տարածման մասին, բայց ասա մենք հանդիպում ենք մի փաստի, որը խոսում է հակառակի մասին, հա։ Եվ մի հետաքրքիր բան, ուրեմն Շվեյցարիայի դպրոցների բան կա, ասոցիացիա կա, միջնակարգ դպրոցների, որոշում է կայացրել արգելել ուրեմն մոբիլ հեռախոսները, հա։ Ես հիշեցի, որ այս կապակցությամբ դեռևս մի 10 տարի առաջ Տաջիկստանի նախագահն էր դա արգելել, այսինքն Շվեյցարիան 10 տարի հետո գալիս է Տաջիկստանի խելքին, որ ասում պետք է արգելել։ Հիմա ես հիշեցի նաև, որ Էմամալի Ռահմոնը, մեր լավագույն բարեկամը, արգելեց ուրեմն ոսկե ատամները, օրինակ, իդեպ կարծում եմ Իլհամ Ալիևը պիտի սա նույնպես որդեգրի, որտեղ այնտեղ կա այդ խնդիրը, մենք բարեբախտաբար անցել ենք այդ էտապը, արդեն ոսկե ատամներով հայեր քիչ եմ հանդիպում, վերջին ժամանակներս ընդհանրապես չկա, բայց օրենսդրորեն արգելված է Տաջիկստանում։ Հասկանում եք, օրենսդրորեն արգելված են այնտեղ, ասենք, շքեղ հարսանիքներ, շքեղ ուրեմն այդ դպրոցի բան կա, չէ, այդ վերջին զանգ բան դրանք էլ վիպուս կնոյ հայերեն ասած արգելված են օրենքով։ Հիմա իմ կարծիքով Շվեյցարիայի հաջորդ քայլերը դրանք պիտի լինեն, դե ոսկե ատամը չգիտեմ, Շվեյցարիայում չէ, չկա այդ խնդիրը, բայց այդ հարսանիքը բանը եւ այլն կարելի է այնտեղ նույնպես մի քիչ խստացնել։ Սիրելի ռադիո լսողներ, այսպես հումորով ենք ավարտում
Այս անգամ Դարփինյանի ժամը հաջորդ շաբաթ կհանդիպենք, շարունակեք լսել Գործարար ալիքը։